Դեկտեմբերի 30-ն էր և ես երազ տեսա։ Ես երազ տեսա, որ այս շորերով հագած և այս մատանին ձեռքիս ես այստեղ զոհաբերության խոսք եմ քարոզում։ Եվ գիտեք, հովիվը զանգեց, ասեց, որ դու պետք է զոհաբերության խոսք քարոզես, և ես մտածում էի, թե ինչ հագնեի, որոշել էի դասական հագնվել, բայց կինս ասեց, դու պետք է հագնվես այնպես, ոնց որ քո երազը տեսել էիր։ Եվ իրականում ես այսօր հագնված եմ այնպես, ոնց որ երազն էի տեսել, եւ ասեմ, երազի մեջ ես տեսնում էի, որ մարդկանց կյանքում Աստված երկինք էր բացում, եւ Տերը գերբնական բաներ էր անում։ Եվ գիտեք, Աստծո խոսքը ասում է, նրանք հաղթեցին գառանարյունով եւ վկայության խոսքով։ Ցավալի է, բաց փաստ, որ այսօր շատ քրիստոնյաների կյանքում չկա վկայության խոսքը։ Դրա համար էլ չկա հաղթանակը։ Նայում ես, մարդը գալիս է երկար ժամանակ եկեղեցի, բայց չկա վկայության խոսքը։ Վկայության խոսք ունենալ նշանակում է լինել Հիսուսի հետ մեկտեղ մի վայրում, որտեղ նա հրաշք անում եւ դու տեսնում ես։ Վկայության խոսք ունենալ դա նշանակում է, թեև քո համար դժվար է, բայց դու խնդրում ես Տիրոջը, Տերը հրաշք անում եւ քո կարիքին պատասխան է տալիս։ Դրա համար սիրելիներս, մենք պետք է լսված լինենք վկայության խոսքով եւ հավատա քո վկայությունը մեկի համար դա գերբնական եւ օրհնություն է եւ իրականում միգուցե իրավիճակի փրկություն է, միգուցե ինչ-որ իրավիճակի փոփոխություն է։ Եվ գիտեք, Աստծո խոսքը ասում է Ամբակում 2:2, որովհետեւ տեսիլքը տակավին որոշված ժամանակի համար է եւ շտապում է վախճանին եւ չի ստի, եթե ուշանա էլ սպասի նրան։ Գիտեք, Աստված երբ որ խոսում է մարդու հետ եւ մարդու կյանքում գալիս է իրավիճակ, գիտեք, մարդկային մոտեցումը իրավիճակին, իրավիճակից դուրս գալն է, բայց Աստծո մոտեցումը իրավիճակին, մարդուն այդ իրավիճակի մեջ փառավոր անելն է։ Ես նորից եմ ասում, երբ որ մարդը ինչ-որ իրավիճակի մեջ է հայտնվում, այդ մարդը մտածում է ոնց էս իրավիճակից դուրս գա, բայց մեր Աստված մտածում է ոնց էս իրավիճակի մեջ ես նրան փառավոր անեմ։ Կա մարդ ոչ թե իրավիճակ ունի եւ ուզում է դուրս գա այդ իրավիճակ։ Լսի, մի փորձի դուրս գալ, այլ փորձի թույլ տալ Աստծուն, որ Աստված քեզ փառավոր անի այդտեղ։ Ես դու կարաս դուրս գայես, բայց չփառավորվես, բայց Տեր ուզում է քեզ փառավորի։ Եվ գիտեք, Աստծո խոսքը ասում է Ամբակում 3:16, ես սրա մասին խոսել եմ, թեև թզենին չծաղկի եւ որդերի վրա բերք չլինի, ձիթենու արդյունքը ստի եւ արտերը կերակուր չտան, կտրվի ոշխարների փարախից եւ արչար չլինի գոմերում, սակայն Տերով պիտի ցնծան, պիտի փրկության Աստծով ուրախանան։ Գիտեք, Աստվածաշնչում կան խոսքեր, որ մենք վերապրում ենք այդ խոսքերը։ Կան ընթացքներ, որ այդ ընթացքներով մենք պետք է անցնենք։ Երբ որ մենք 20 թվականին տեղափոխվեցինք Հայաստան, մենք մի բնակարան գնեցինք Սարիթաղում եւ գումարի մի հատվածը տվել ենք, նա ասեց ամբողջական գումարը ինձ պետք չի, տուրես իր մի գումարը, տունը կվերանորոգես, երբ որ կգա օրինակի համար այսինչ թիվը, այդ ժամանակ մնացորդը կտաս, որտեվ թորս ամուսնանալու է, եւ գիտեք, մենք ընդունեցինք նրան որպես հոգեվոր մարդ, մենք գիտենք, որ նա հավատացյալ է, վստահեցինք նրան եւ նոտարական պայմանագիր կնքեցինք։ Ասեմ ձեզ, որ մեր Սարիթաղի այդ տանը շատ ուժեղ խմբակներ էր լինում, մեծ ծառայություններ էր լինում, ամիսը մեկ հովիվ էինք հրավիրում, բոլոր տարածքը հավաքում էինք, շաբաթական 8 աղոթքախումբ էր լինում մեր տանը, ովքեր եղել են մեր տանը գիտեն, իրական մեր տունը դա արթնության վայր էր։ Բայց գիտեք, օրերից մի օր այդ կինը որոշեց, որ, գիտեք, ասեմ ձեզ, որ խոսք եմ ստանում Աստծուց, որ Տերը ուզում է ինձ բարձրացնի, ինչ-որ մի նոր ալիքի մեջ տնի, եւ այդ երազը ես պատմել եմ Հովիվ Արմենին, Հովիվ Արմենը ասում է, սպասենք, տենանք Աստված ինչ անում։ Գիտեք, եւ մեր կյանքում այդ, երբ որ ինտեգրացումը եղավ, Արցախի ժողովուրդը գալիս էր Հայաստան, Հայաստանի տների գները բարձրացան, մեզ մոտ օրենքի փոփոխություն եղավ, այդ կին ասեց, ես փոշմանել եմ, տնից դուրս եկեք։ Գիտեք, ոստիկանությունով մեզ տնից դուրս հանեցին։ Եվ մեր կյանքում շատ դժվար օրեր, մենք մերկ ենք, անկեղծ եմ ասում։ Մեր ամբողջ ունեցվածքը տանն էր, փաստաթղթերը, շորերը, գույքը, ծառայողական տեխնիկան,
անգամ տանը կար $4000 գումար փող, բայց մենք դրսում հայտնվեցինք միայն իմ անձնագիրն իմ մոտ։ Մենք անգամ տանը չենք եղել, երբ որ եկել դռները փակել էին։ Եվ գիտեք, այդ օրը սարսափելի օր էր մեր կյանքում։ Իմ ընկեր Լևոնը ստե նստած է, տեսավ, որ ինչ է կատարվում, նա իր մեքենան եւ գազ լցեց, եւ բենզին լցեց, եւ գումար տվեց, ասես Ռոմ հանկարծ երեխեքի չմրսեն։ Եվ մի քանի օր մենք 2 օրով մի տեղ էինք գնում, 3 օրով մի տեղ էինք գնում։ Գիտեք, մեր կյանքում կար մի որոշում։ Այո, դժվար է։ Մենք ուզում ենք դուրս գանք այս իրավիճակից, բայց չգիտենք ոնց։ Եվ եկել էր դեկտեմբերի 30-ն էր, գիտեք, հետարքիր մի բան տեղի ունեցավ։ Մեր ձեռքում կար մոտավորապես $10,000 գումար, մենք բոլորը նոր տարի էին տոնում, ուրախանում էին, ես եւ իմ երեխաները մտածում էինք ոնց հաց հայթայթենք կամ լավ վաղը որտեղ ենք քնելու։ Եվ իմ կինը իրական փառք Աստծո իմ կնոջ համար ասեց, արի այս գումարը զոհաբերենք։ Ասեց, ես հավատում եմ այն Աստծուն, որ հարություն տվող է։ Ես հավատում եմ այն Աստծուն, որը որ երկինք բացող է։ Գիտեք, մենք զոհաբերեցինք այդ $10,000, որ գիտեք, մեկ ուրիշը լիներ կասեր Աստված մարդուն իմաստություն է տվել, պետքա երեխային կերակրի։ Գիտեք, դա այն ժամանակն էր, որ դու պետքա հասկանաս մի բան, որ Աստված հրաշք անող Աստված է։ Շատ անգամ մենք ենք, որ պետքա քայլեր անենք, որ հրաշքը տեղի ունենա։ Եվ մենք այդ գումարը զոհաբերեցինք, աղոթում էինք, գանում էինք Աստծուց։ Եվ այս խոսքը ասում ենք Տեր, այո, մեր թզեն ինչի ծաղկում հիմա։ Մեր չունենք գառներ, չունենք սա, չունենք նա, բայց ունենք քեզ, որով կարող ենք բարձրանալ։ Գայանքուր, որ խնդրեմ ոտի կկանգնեք։ Ոտի կկանգնեք։ Ռուզան ջան, դու էլ ոտի կանգնի։ Անուշ քուր, դու էլ ոտի կանգնի։ Այս 3 մարդիկ աղոթքի ժամանակ Աստված ասում է, որ այս ընտանիքի համար հոգ պետք է տանեք։ Իրականում իրանք հարուստ չեն, բայց իրանց խմբակին ասում են հարուստների խմբակ։ Դեկտեմբերի 30-ին Գայանքուրը, Ռուզանքուրը, Անուշքուրը, Մարիամն էլ իհարկե Մարիամի իմաստը չի։ Զանգում ասում են, մեզ Աստված ասել է, որ ձեզ այցելենք։ Գիտեք, չափից դուրս մեծ ուտելիքներ էին բերել, տարբեր տեսակի։ Շնորհակալություն ձեզ։ Եվ գումար էին հավաքի խմբակով օրհնել էին մեզ։ Ինչ եմ ուզում ասածելնեմ, քո իրավիճակների մեջ Աստված միշտ էլ առանց քո իմանալու ինչ-որ մեկին բարձրացնում է, որ քո համար հոգ տանի։ Քո Աստված հոգ տանող Աստված է։ Եվ գիտեք, ես միշտ ասում եմ, որ Հովիվ Արմենի մազերը այդքան էլ սպիտակ չէին Թրաշի հետ միջև ինձ հանդիպելը, որովհետև մենք իրար հետ շատ հետաքրքիր ընթացք ենք անցնում։ Եվ գիտեք, եկավ ժամանակ նորից խնդիրը խնդրի վրա, մի փաստաբանը մեզ խաբեց, մեզ գումար գցեց, երկրորդ փաստաբանը, եւ մենք արդեն պարտության եզրին ենք եւ Աստված բարձրացրեց մեկին, որը որ կանգնավ մեր կողքը։ Եվ գիտեք, հետաքրքիր մի բան եղավ։ Մենք առաջի ատյանը հաղթեցինք, մենք տոնում էինք, փառք էինք տալի Աստծուն, նրանք բողոքարկեցին, մենք երկրորդ դատարանը հաղթեցինք, երկրորդ ատյանը սրանք նորից բողոքարկեցին։ Ու գիտեք, անդադ վախի մտքեր էր գալի, գիտեք, իրավիճակները այնպիսին էր, որ իրականում մենք կարող էինք պարտվել։ Հով ջան, որ խնդրեմ կտաս թուղթը։ Եվ դեկտեմբերի 30-ին ես խեմ ասում, այնքան հետաքրքիր է, դեկտեմբերի 30-ը իմ կյանքում ինչ-որ մարգարեական օր է դարձել։ Ես ստանում եմ Վճռաբեկ դատարանից թուղթ եւ ասեմ ձեզ, նախավերջի ծառայությանը ես ու կինս որոշում ենք մեզ զոհ անել Աստծուն։ Եվ այդ զոհաբերությունը մենք գցում ենք եւ այդ զոհի անունը դնում ենք։ Ոնց որ մեր Տերը իր զոհին հարություն տվեց, չնայած նրան կառավարություններ, բանակներ, իշխանություններ, կրոնական աշխարհներ, այն զոհերը, որ դու անում ես հավատքով սիրելիս, Տերը երբեք չի անտեսում։ Ու քո զոհը հարություն առնելու զորություն ունի։ Եվ գիտեք, այստեղ դատարանի որոշումն եմ ուզում ձեզ կարդամ դեկտեմբերի 30-ին։ Թիվ այսինքն քաղաքացիական գործով ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30/09/25 թվականի որոշման դեմ Գագիկ Սահակյանի բերած Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել է մերժել։ Սա վերջնական հաղթանակ է
Գիտեք, սիրելիներս, ես ձեզ ասեմ, որ այս ընթացքում մոտ 2.5 տարի մենք եղել ենք դրսում, մենք ունեցել ենք ծանր օրեր, սոված օրեր, ահավոր ծանր օրեր, դուք չեք պատկերացնում, ես իմ մեքենան վաճառել էի, որ երեխաներիս կյանքը փրկեի, որովհետև շատ ծանր հիվանդացել էին։ Մենք մոտավորապես 700,000-ի մենակ անտիբիոտիկներ ու սիստեմաներ ենք առել։ Գիտեք, դժվար էր, փոթորիկ էր, բայց Աստված զոհին հարություն տվող Աստված է։ Գիտես, ես չգիտեմ քո կյանքում ինչ իրավիճակ է, բայց ես քեզ ասում եմ, մոտեցի այն Աստծուն, որը որ Աստվածաշնչում է, մոտեցի այն Աստծուն, որը որ կարա կարմիր ծով բացի քո համար, մոտեցի այն Աստծուն, որը որ քո համար հայր է։ Քո զոհը վերցրու եւ ասա, Տեր, այո, հիմա դժվար է, ես ոչ թե փնտրում եմ ճանապարհ դուրս գալու այս իրավիճակից, ես իմ զոհով գալիս եմ քո մոտ ու ասում եմ, Տեր, իմ իրավիճակի մեջ փառավորիր։ Գիտեք, անցած տարի առաջի զոհաբերության խոսքը ես էի խոսում, Հովին այդ ձայնագրությունը ուղարկել էի, որ 2025 թվականը, երբ որ վերջանա, կգա 2026 թվականը, ոնց որ Աբրահամը իր զոհի հետ Սարից իջավ եկավ իր աշակերտ ծառաների մոտ, այդպես էլ դու քո հարություն առած զոհի հետ կգնաս այնտեղ, որտեղ որ դժվար էր, անհնարին էր, եւ ես այսօր ասում եմ, ես գնում եմ այնտեղ, որտեղ որ դժվար էր, որտեղ որ անհնարին էր, ու ես ասեմ այդ Աստված, այսօր քո կյանքում նույնպես ունի անելու անհնարին, դժվար, անհասանելի։ Արժի այդպիսի Աստծուն փառտալ, արժի այդպիսի Աստծուն սիրել ու ծառայել։ Գիտեք, վերջի բանը, որ կուզենայի ասել, ես Բելարուսիայում հանդիպեցի 95 տարեկան մի տարեց մարդու հետ, որը 60 տարի եղել է աքսորված բանտերում հավատքի համար։ Գիտեք, այդ մարդը աղոթեց իմ համար, ասեց, քեզ 3 բան եմ խորհուրդ տալու քո կյանքի համար։ Համար առաջինը սիրի Աստծուն, սիրի մարդկանց։ Համար երկրորդը միշտ տասանորդիդ մեջ հավատարիմ եղի ու զոհերդ մի պլանավորի հավատքով տուր։ Եվ համար երրորդը կանգնի քո հովվի կողքը որպես Հեսու, որ նրա ձեռքերը բարձր պահես, ու դու կտեսնես, որ Աստված օրհնելու է քեզ ու քո տունը, որոշված տեսիլքը կգա, թեկուզ մի քիչ ուշանա, դու սպասի։ Սիրելիներս, դժվար էր, սպասել ենք զոհաբերություն անելով, ճեղքել ենք զոհաբերություն անելով, եւ այսօր նույնպես ասում ենք, ճեղքելու ենք 26 թվականը, ամեն մեկիս համար, եթե տան կարիք ունես, ասա սա հարության զոհն է իմ տան համար, եթե եկեղեցու շենքի խնդիր կա, հարության զոհ ես հռչակում քո եկեղեցու շենքյան։ Գիտեք, միգուցե, գիտեք, ես Գողիաթին սպանել եմ, Գողիաթի եղբայրն է եկել։ Գողիաթի եղբայրն էլ է պարտված։ Սիրելի եկեղեցի, Տերը օծելա քեզ գերբնական զորությունով, գերբնական զորությունով։ Ես չգիտեմ ում համար եմ հիմա սա ասում, բայց հոգուս մեզ զգում եմ, սա մարգարեական վերսրա։ Եթե դու նվիրես քեզ եկեղեցուն ու ծառայությանը, ու քո կյանքը դնես Աստծո համար, Տերը կբացի իր երկինքը քո գերդաստանի համար։ Թող Աստված օրհնի քո զոհը։